Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում առավոտյան տեղի ունեցած փլուզման հետևանքով 2 կին է մահացել։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ գյուղի դպրոցի մոտ գտնվող խանութի փլատակներից փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել 2 դի։ Նրանցից մեկը խանութի սեփականատիրոջ կինն էր, մյուսն առաջին հաճախորդը։ Կան նաև 3 վիրավոր։ Թե ինչն է դարձել նման դժբախտ դեպքի պատճառը լեռնանիստցիները դժվարանում են ասել։ Հարցին պատասխան չունի նաև խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը։ Դե կոնկրետ պարզ անգամ գիտենք, որ ծածկը նստել է, պանելները նստել է։ Վերջին նորոգում 2 տարի առաջ են կարել կապիտալ նորոգ չեմ ներսել է, բան է։ Ռեմոնտ արել ենք, ճակ բան չենք նկատել։ 180 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խանութից մնացել է միայն առջևի պատը, սեփականատերը նշում է, շինությունն անգամ գազաֆիկացված չի եղել։ Ձյան առաջ շերտն էլ չէր կարող դառնալ տանիքի քանդվելու պատճառը։ Նա միայն գիտի այն, ինչ պատմել են դեպքի ժամանակ ներսում եղած որդիները։ Նրանցից մեկը, ում վնասվածքներն ավելի թեթև են, ստանալով առաջին օգնությունը դուրս է գրվել, բայց խոսել ու նկարահանվել չցանկացավ։ Միայն ասաց, փլուզումը եղել է րոպեական, պայթյուն չի եղել։ Հա միանգամից պանելները նստել է։ Նկարահանման պահին տեղում աշխատում էին փրկարարներն ու ոստիկանները, բայց հարցազրույց տալ նրանցից ոչ մեկը չցանկացավ։ Փոխարենը բնակիչներն ու համայնքի ղեկավարը նշեցին, որ պայթյունի ձայն չեն լսել։ Գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը վերհիշում է սակայն, որ խանութը կառուցվել է դեռ 60-ական թվականներին ու չի բացառում այն վարկածը, որ առաստաղը փլուզվել է հաստ ձյան շերտի պատճառով։ Ասում են ձյան հաստ շերտ է եղել տանիքին, դա է եղել ծանրաբեռնվածություն եւ փլուզումը տեղի ունեցել։ Կա այդպիսի վարկած շրջանառվում է։ Դա կարող է վարկած լինել, կարող է դա էլ նպաստի, բայց ասեմ, որ մեր համայնքում դա նորություն չէր ձյան ծածկույթը այդքան շատ չի եղել, միշտ էլ եղել է, սրանից էլ ավելի բարձր է եղել, բայց հնարավոր է դա էլ ազդած լինի եւ իրեն մաշվածություն եւ այլ եւ այլ։ Չեմ կարող հստակ ասել դրանից է եւ դրանից չի։ Ու մինչև հետաքննությունը կպարզի, թե որն է եղել փլուզման պատճառը, փլատակի վերածված խանութի առջև հավաքված մարդիկ հարցական հայացքով նայում են ու չեն հասկանում, թե ինչպես կարող էին նման հաստ պատերը ծանրությանը չդիմանալ։ Այս պատերի հաստությունը կարակ նայեք, այս պանելներն էլ կարակ նայեք, էլի կամ պատը բլելուց թող մի հատ 2 հատ բլ, էսի խիպը դիսած դու գրադով խփած չենք հլի։ Հիմքից բլերա։ Հիմքից գրադ ոնց որ քծես տարակի, սես գրադն ասես։ Հասես շյանի գրադը։ Գյուղի բնակիչները նշում են, որ մինչև փրկարարների հասնելն իրենք արդեն դուրս են բերել 3 վիրավորի, որոնցից 2-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Երևան։ Խանութի սեփականատիրոջ մյուս որդին հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Նրա վիճակը մասնագետները գնահատում են ծանր կայուն։ Հիվանդը ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, դեմքի առաջին, տեղ-տեղ երկրորդ աստիճանի այրվածքներով, կոնքի կոտրվածքով, գիտակցություն ունի ինքնուրույն շնչառությամբ։ Վիրահատվել է նա։ Ոչ, վիրահատության կարիք առայժմ չկա։ Մյուս վիրավորն էլ խանութի վաճառողուհին է, նա էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչը Ազատության զրույցում նշեց, որ 24-ամյակինն ունի կոնքի ոսկրի վնասվածք, կատարվել են համապատասխան հետազոտություններ եւ դրանց արդյունքից ելնելով կորոշվի հետագա բուժումը։